Աստվածաշնչում կան 4 ավետարաններ՝ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես։ Հերթականությունը պատահականություն չէ։ Առաջինը դրված է Մատթեոսի ավետարանը, որովհետև այստեղ ամենտեղ Մատթեոս ավետարանը ցույց է տալիս կապը 5 տականի հետ։ Ինչպես գրված էր օրենքում, ինչպես գրված էր մարգարեություններում, ինչպես ասել էր այսինչ մարգարեն։ Դրա համար 4 ավետարանների մեջ առաջինը միշտ դրվում է Մատթեոսի ավետարանը, որը ապահովում է կապը 5 տականից դեպի նոր տակար։ Բայց ժամանակագրական առումով առաջինը գրվել է Մարկոսի ավետարանը։ Դրա համար Մատթեոսի ավետարանից անմիջապես հետո գալիս է Մարկոսի ավետարանը, հետո Ղուկասինը, հետո նոր Հովհաննեսինը։ Հովհաննեսի ավետարանը գրվել է ամենավերջում։ Բայց առաջին 3 ավետարանները Մատթեոս, Մարկոս եւ Ղուկաս կոչվում են համատես ավետարաններ, որովհետեւ իրենք 3-ն էլ կարծես նույն դեպքերի մասին են խոսում, ամեն մեկը իր հիշողության համաձայն, որովհետեւ նրանք բոլորը եղել են Հիսուս Քրիստոսի աշակերտները, եւ ինչպես Սուրբ Հոգին իրենց ներշնչել է, իրենք ամեն մեկը իրենց բառապաշարով, իրենց լեզվով արձանագրել են եւ մեզ են փոխանցել Հիսուս Քրիստոսի խոսքը։ Հովհաննես ավետարանիչը Հովհաննեսի ավետարանը կոչվում է ոգեղեն ավետարան, որովհետև ի տարբերություն համատես ավետարանների, որոնք ավելի շատ կենտրոնում են Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի եւ գործունեության վրա, որի ժամանակ ցույց են տալիս Հիսուս Քրիստոսի Աստված եւ Աստծո որդի լինելը, Հովհաննես ավետարանիչը կոչվում է ոգեղեն ավետարան, որովհետև ավելի շատ կենտրոնում է Հիսուս Քրիստոսի Աստված լինելու ընկալման վրա։ Եվ իրենց ավետարաններից յուրաքանչյուրի առաջին հենց նախադասությունը բնորոշում է իրենց ավետարանը։ Օրինակի համար Հովհաննես ավետարանիչը սկսում է հետևյալ խոսքերով. Սկզբից էր խոսքը, եւ խոսքը Աստծո մոտ էր, եւ խոսքը Աստված էր։ 14 տող հետո ասում է, եւ խոսքը մարմին դարձավ եւ բնակվեց մեր մեջ։ Այսինքն Հովհաննես ավետարանիչը հենց ամենասկզբից հռչակում է, որ Հիսուս Քրիստոս Աստված է, ով մարդացել է մեր բոլորի փրկության համար։ Մարկոս ավետարանիչը, որը ամենաառաջինն էր գրել, շատ յուրահատուկ կառուցվածք ունի։ Սա կրկնություն եմ անում բոլորիդ համար, որովհետև բավականին ժամանակ չենք խոսել։ Մարկոս ավետարանիչը շատ յուրահատուկ կառուցվածք ունի։ Նախ նա սկսում է հետևյալ բառերով։ Ասում է սա Աստծո որդու Հիսուս Քրիստոսի ավետարանն է։ Ի սկզբանե հռչակում է Հիսուս Քրիստոսին իբրև Աստծո որդի։ Այնուհետև սկսում է Հիսուս Քրիստոսի բարձրացում եւ